Եվ երբ որ Հիսուսը դրվեց գերեզման, Պետրոս արաքան մարմինը դրեց գերեզման, ինքը հոգով իջավ դժոխքում քարոզեց, ապիրեց եւ բոլոր նրանք, ովքեր պահվում են այնտեղ, դուրս հանեց։ Ես մե շատերը դուրս եկան Մատթեոս ավետարանի մեջ, մտան քաղաք եւ բոլորը նրանց ճանաչեցին։ Այսինքն 600 տարի 1000 տարի ապրած այդ սուպերին Երուսաղեմում մարդիկ տեսան ու ճանաչեցին։ Այսինքն ենթադրում է, որ հարությունից հետո ամեն դեպքում հարություն են առնում մարմնավոր արտաքինով իրենց, որ ճանաչում են։ Հիսուս ասում է, երբ որ գա հարության ժամ, ասում է կգա ժամանակ, բոլոր գերեզմանները կբացվեն։ Բոլոր մարդիկ, ովքեր գերեզման են, դուրս կգան, մեր հոգին ու մարմինը պիտի միանան նորից իրար։ Մեր այս մարմինը պիտի դառնա անապական, այսինքն մեղքերին, կրքերին, ցանկություններին ենթակա չպիտի լինի։ Պողոս առաքյալն ասում է արևի պես շողացող դենք պիտի ունենանք եւ անկողոպտելի զարդերով զարդարված պիտի լինենք։ Հող են դրվում թերի, պակասավոր, շնչավոր, հարություն են կառնում անապական հոգեվոր մարդ։ Եվ դատաստան արդեն այդ ժամանակ պիտի լինի եւ ասում է ովքեր բարիք են գործել, այսինքն ովքեր հավատացել են արդարությամբ, սրբությամբ ապրեն այս աշխարհի մեջ, կապրեն, իսկ նրանք ովքեր չարիք են գործել, այսինքն մերժել են Տիրոջ փրկությունը եւ մեղքի կյանք են ապրել, նրանք հավիտենական կյանքով պիտի մեռնեն։ Սա է սարսափել։ Այս առաջին մեր ֆիզիկական մահը անհրաժեշտություն, որտեղ Աստված ասել է հող են եւ հող պիտի դառնանք։ Եվ ոչ ոք չպիտի խուսափի այս հրամանից։ Անպայման մարդը դեպի հողի մեջ եւ Հիսուս այդ գործընթացը նմանեցնում է սերմնացանի հատին, այնպես սերմը մեր հողի մեջ, ինչեւ չի փթում, չի մեռնում հողի մեջ, չի ծլում այն հասկը չի դառնում, որից խաղում ենք եւ հաց ենք ստանում, ցորենից ալյուր ենք ստանում, այնպես էլ մարդ ինչեւ հողի մեջ չմեռնի, հարություն չի կարող առնել։ Եթե օրինակ այսօր Հիսուս այս գիշեր կա, մենք ողջերս պիտի մի պահ մեռնենք։ Պիտի մեռնի այս մեղավոր էությունը, բնությունը, որովհետեւ մենք կարողանանք հարություն առնել եւ Տիրոջը լինել հավիտենական կյանքի մեջ։